Մի տարօրինակ բան ենք նկատել, այստեղ այս շենքը հələ կարաս նկարես, թե երևում է։ Երևում է։ Այդ լուսամուտը չի երևում։ Եթե լավ չերևա, ես հետո հեռախոսով կմոտիկացնեմ։ Ամբողջությամբ պատուհանը փակած է, բլոկ է, քարերով շարած է, էլի ներսի կողմից պատ է շարած։ Ոնց որ ընդհանրապես մարդ չի ապրում մեջը, լքված է։ Սա մեր բակն է, իդեպ ցույց տուր։ Սա մեր շենքն է։ Իսկ այս շենքը հենց մեր շենքի դիմաց մարդ չի ապրում, ինչ կլինի, տարօրինակ է, չէ՞։ Արի գնանք Այն միս կողմն էլ է փակ։ Արի միլ, արի գնանք այն կողմից էլ նկարենք։ Այս իդեպ թամանն է բացահայտել, այս կողմին է։ Այս մեկն էլ է փակած, բայց այդտեղ մատրաս է, ոնց որ դրած մատրասով է փակած, պատ չի շարած։ Երբ վերջապես բացահայտեցինք, թե ինչի համար էին այս բնակարանները օգտագործվում, ճիշտն ասած հավատներս չէր գալի։ 3 տարի առաջ 2023 թվականին, երբ երկրորդ անգամ եկանք Չինաստան, COVID-ի ժամանակ սահմանները փակեր, դրա համար որոշ ժամանակ Չինաստանում չէինք, վերադարձել էինք Հայաստանում ենք ու երբ որ սահմանները բացվեցին 23 թվականին, նորից վերադարձանք Չինաստան։ Այդ առաջի ամիսներն էր, տարօրինակ բան նկատեցինք, այդպիսի շենքի մեջ ինչ-որ բնակարան ու ամբողջությամբ պատուհանի հետևից պատով փակած, բլոկներով պատ է շարած պատուհանի հետևը։ Դες մտածեցինք երևի լքված է, չնայած այստեղ այդ տներ թալանելու խնդիրը գրեթե զրոյական է, որտեղ ամենտեղ տեսախցիկներ կան, բայց տենց ուշադրություն չդարձրինք։ Հետո որոշ ժամանակ անց հետո կինս նկատեց մի այլ տեղ շենքի մեջ էլի նկատեց։ Հետո տենց այս վերջերս արդեն հենց մեր կոնկրետ մեր բակում, կինս էլի երեխաների հետ բակում խաղալուց նկատում է ու տենց ուշադրություն է դարձնում ու այդ ժամանակ արդեն մենք քննարկեցինք ու այդտեղ ինչ-որ տարօրինակ բան զգացինք ու սկսանք արդեն հետազոտել, մտա խորը դրա մեջ։ Սկզբում դե իհարկե ինձ հասանելին արևմտյան, այսինքն Չինաստանից դուրս այդ մեդիան է, ես այդտեղ մանեկա ու ճիշտ ասած շատ ինֆորմացիա չկարողացա գտնել, բայց հետո երբ որ արդեն մտանք չինական տեղական սոցցանցեր, երբ մտանք ֆորումներ, գրում էինք թարգմանիչով եւ այլն, ինչ-որ մեծ խորը աշխատանք էին կատարում ու երբ որ բացահայտեցինք իրականում ապշեցուցիչ բան իմացանք դրա մասին, ժողովուրդ այդ բնակարանները Հիմա եթե նստած չեք, նստեք, այդ բնակարանները օգտագործվում են որպես գերեզման, այսինքն մարդիկ իրենց բարեկամների, մոտիկների, վախճանված, մահացած բարեկամների աճյունը այստեղ աճյուն չեն պահում, այստեղ մոխիրն է, մոխիրը պահում են այդ բնակարաններում, փակում են, որ մութ լինի ու որպես գերեզման են օգտագործում։ Գիտեմ անհավանական է հնչում, բայց միշտ ապեք ջղայնանալ, հեսա բացատրեմ։ Չինաստանը գերբնակեցվածության խնդիր ունի։ Այս վերջի 20-30 տարիների ընթացքում թե բնակչությունը, թե քաղաքները այնքան արագ տեմպերով են աճում, որ գերեզմանատեղերը իրանց հետևից չեն հասցնում։ Ու այնպես է ստացվում, որ Չինաստանում քաղաքներ կան, որտեղ մի հասարակ գերեզմանատեղը կարող է արժենալ մի քանի տասնյակ հազարավոր դոլարներին համարժեք։ Օրինակ Շանխայում քառակուսի մետրով գերեզմանը շատ ավելի մի քանի անգամ գերազանցում է բնակարանների գները։ Էլ չեմ խոսում մնացած մեծ քաղաքների մասին։ Ու այս ամեն ինչը տարիների ընթացքում ձևավորել է նոր ավանդույթներ, որ ավելի ու ավելի շատ մարդիկ իրենց մահացածներին ոչ թե թաղում են, այլ այրում են։ Իսկ այդ այրված փոշին հետո նոր արդեն տանում են ավելի փոքր տարածքում են թաղում։ Նորից ժամանակի ընթացքում անգամ սա դառնում է անհասանելի շատ-շատերի համար։ Բայց ինչու հենց բնակարանները։ Տարիներ առաջ, երբ տնտեսական հրաշքը չինական սկսվեց, բնակարանների գները սկսեցին աճել ու շատ մարդիկ մտածեցին, որ բնակարանները ամենալավ ինվեստիցիան է։ Չինաստանում ամեն տարի այն ժամանակից երբ մենք եկել ենք, ես հիշում եմ, բնակարանները անգամ այն ժամանակ ամեն տարի բարձրանում էին գները։ Ու մարդիկ սկսում էին ներդրումները բնակարանների մեջ անել, այսինքն բնակարաններ էին գնում։ Ես այն ժամանակ ընկեր ունեի, իմիջիայլոց իմ տեսանյութերից մեկի ժամանակ կա։ Մարդը հարուստ էր, գործարաններ ուներ, 2 գործարան ուներ, դպրոց ուներ մեծ։
այդ մարդը 5 բնակարանիկներ գնե, 5 բնակարան կիններ գնե Սուժո քաղաքում։ Վերջը ու երբ այս ամեն ինչը զարգանում էր, մարդիկ այդ հավատքը կար, որ բնակարանները ամենալավ ներդրումային պոտենցիալ ունեն ու միշտ աճելու են, երբեք չեն էժանանա, բայց այնպես ստացվեց, որ անսպասելի կովիդը եկավ ու 2021 թվականին անշարժ գույքի շուկան մեծ կրիզիս ապրեց, մեծ կրիզիս սկսվեց, այսինքն այդ կառուցապատողները ընկան պարտքերի մեջ պետության առաջ, բնակարանները պահանջարկը ընկավ, ժողովուրդը սկսեց ավելի շատ խնայել այդ վախից, այդ կովիդի ժամանակվա վախից հետո ու այնպես եղավ, որ այդ ամբողջ այդ շուկան տապալվեց, մարդիկ մնացին բնակարաններով, կառուցապատողները մնացին իրենց չվաճառված բնակարաններով, իսկ միաժամանակ գերեզմանների գները շարունակում էին աճել ու դեռ շարունակում են աճել։ Հանկարծակի բնակարանները դառան ալտերնատիվ գերեզմանների։ Մի կարևոր բան էլ ձեզ ասեմ, ժողովուրդ, այստեղ բնակարանը երբեք ամբողջությամբ չի պատկանում մարդուն։ Դու բնակարան գնելուց դու գնում ես այն ժամանակավոր 70 տարով, 70 թե 70 քանի տարով ու տարիները լրանալուց հետո այն մարդը, ով բնակվում է այդ տվյալ բնակարանում, ինքը պետք է որոշակի գումար, ոչ ամբողջ գումարը բնակարանի իհարկե, բայց ինչ-որ տոկոս պետք է վճարի, որ եւս մի քանի տարով բնակարանի տիրապետումը երկարացնի։ Իսկ գերեզմանները տրվում են մարդկանց 20 տարով, այսինքն նույն պրինցիպն է աշխատում, 20 տարի հետո պետք է վճարես, պահես երկար, եթե ժամանակը անցնում է ոչ ոք գերեզմանի համար չի վճարում, նոր գերեզման է այդտեղ անցնում ու այնպես դարձավ, որ բնակարանը օգտագործել որպես գերեզման ավելի ձեռնտու է դառնում, քան հենց ինքը գերեզմանը գնել։ Դրա համար ունենք այն ինչ ունենք։ Այստեղ բնակչությունը արդեն գիտակցում է, որ բնակարանը ավելի շատ հիշատակի ներդրում կարելի է անել, այսինքն գերեզմանատեղի որպես ավելի ձեռնտու ներդրում կատարել, քան հենց ինքը գերեզմանը։ Փաստորեն այստեղ հարցը արդեն ոչ թե մահվան մասին է, այլ հարցը տնտեսության մասին է։ Հիմա երևի ժամանակն է մի քիչ չինական մշակույթից խոսամ ու չինական մշակույթում չինական ավանդույթները մեծերի հանդեպ կամ հեռացածների հանդեպ, հեռացած բարեկամների հանդեպ մեր հայկականից այդքան շատ չի տարբերվում։ Սա մարդկայնության հարցն է, սա ինչ-որ ձևականության հարց չի ու չինացիները նույնպես բոլորն էլ ցանկություն ունեն, ուզում են իրենց հեռացած բարեկամներին արժանապատիվ տեղ տալ հանգստանալու համար, այստեղ հանգստանալ են կոչում։ Ավելի պատկերավոր երևի հասկանալու համար ձեզ վրա վերցրեք, թող Աստված հեռու պահի բոլորիս կորուստներից, բայց մարդիկ կան, ովքեր կորցրել են, մոտիկ ծնող, մոտիկ մարդ են կորցրել։ Հիմա պատկերացրեք երկրի վիճակը այնպիսին է, որ հնարավոր չէ գերեզմանի տեղ գտնել։ Եթե ավանդական լուծումները չեն գործում, հնարավոր չեն, ինչ պետք է անեք, դուք ինչ կանեիք։ Այստեղ որոշումը այդ ձևով են գտել։ Ես գիտեմ Ամերիկայում տենց ավանդույթ կա, որ այրված այդ մոխիրը կարող են պահել տան մեջ սենյակում իրենց հետ մանտալ, բայց այստեղ դա ընդունելի չէ, որտեղ այստեղի ավանդույթներով հոգին այդ մոխիրի մեջ ինքը պետք է հանգստանա լռության, մթության, հանգիստ միջավայրում։ Գիտեք ինչ հետաքրքիր բան կա, էլի նոր է եկել, ես այստեղ երթևեկելու ժամանակ, երբ որ գնացքով արագընթաց գնացքով մեր նահանգում երթևեկում մեր նահանգի գյուղատնտեսական կուլտուրան, որով զբաղվում են, դա եգիպտացորենն է ու ամբողջ տարածքները, մեծ տարածքներ քաղաքի շրջապատում ու այդ դաշտերի մեջտեղները ստեղ-տեղ, երբ որ երթևեկում ես, գնացքից վերևից երևում է լավ։ Տեղ-տեղ ինչ որ կետեր կան, որտեղ գերեզմանանման ինչ որ հուշարձաններ են դրված ու հետո երբ տեղացիներին հարցրեցի, ասացին, որ դա հենց այդ մոխիրն են, այդ բանը փոքրիկ դամբարանանման ինչ որ տեղեր են կառուցում, որտեղ պահում են ու որտեղ գալիս են, որտեղ այդ հանգչած մարդիկ, մահացած մարդիկ հանգստանում են, իսկ բարեկամները երբեմն գալիս են այցելության, այստեղ տոնել կա, մեր մեռելոցի նման այստեղ տոներել կան։ Հիմա դա գյուղացիներին է հասանելի, իսկ մեծ քաղաքների բնակչությանը դա հասանելի չի։ Դրա համար հարցի լուծումը այս ձևով են տեսել։ Ոչ բոլորը իհարկե, ու ձեզ ասեմ, ոչ բոլորն են դրա մասին տեղյակ է այստեղ։ Այս վերջերս սկսել են իմանալ ու հարցի մյուս կողմն է արդեն։ Դա հարևանությունը, ոչ բոլոր հարևաններն են դրա հետ համաձայն ու ոչ բոլոր հարևաններն են իրենց հարմար զգում, երբ իրենց հարևանությամբ դամբար
վարանք կա։ Դրա համար այս հարցը այս վերջերս, երբ որ այս ամեն ինչը բացահայտվեց, այս վերջերս տեղական սոցցանցերում ավոր վեճեր են։ Կարող ես լուրեր գտնել, երբ ոստիկանություն են կանչում, ոստիկանները տունն են կանդում, հասել այն մակարդակի, որ արդեն օրինական դաշտում են սկսել քննարկել սա ու արգելում են։ Ժամանակակից Չինաստանի ու ժամանակակից աշխարհի խնդիրներից մեկն է, երբ հազարավոր տարիներ մարդիկ մտահոգվել են ապրելու տեղի համար, հիմա հասել ենք այն աստիճանի, որ մարդիկ մտահոգվում են մահանալու տեղի համար։ Այսօրվա մեր տեսանյութը ոչ թե ինչ-որ ուրվականների, ինչ-որ միստիկ պատմությունների կամ կրիմինալ, ինչ-որ վավերագրական ֆիլմեր, այլ ուղղակի ժամանակակից աշխարհի մասին էր, ուրբանիզացիայի մասին էր, մեծ քաղաքների զարգացման մասին էր, ինչպես են մարդիկ ադապտացվում, ինչպես են մարդիկ սովորում այս նոր պայմաններին։ Հիմա վերադառնալով այս սկզբի կադրերին, երբ մենք Բաքվում նկարում էինք, երևի թե ավելի տարբերվող հայացքով կնայեք այս երևույթին, թե այս բնակարանին, թե այս պատուհաններին, բետոնապատ։ Երբ որ մի կողմ դնեք այս ամեն ինչ, այս բնակարանները, դամբարանները, մոխիրը եւ այլն, խնդիրը հասարակ է, մարդիկ երբեք չեն կարող համակերպվել այն մտքի հետ, որ իրենց սիրեցյալներին, իրենց մոտիկներին պետք է բաց թողնեն ու աշխատում են պահել մոտիկ, աշխատում են հիշատակը պահել։ Տարբեր հասարակություններում երևի մոտեցումներն են տարբեր, բայց երևույթը նույնն է։ Երևի մեր ալիքի բացահայտումները երբեմն ոչ թե այն գեղեցիկ տեղերի, երկնաքերերի եւ այլնի մասին է, այլ երբեմն հենց մարդկանց մասին է։ Մնացեք ալիքում, հետևեք մեր ալիքին, լայքեք ձեր լայքերը, ձեր մեկնաբանությունները, ձեր հետևելը ալիքին մեզ շատ օգնում է։ Ձեզ բարի, ամփոփցանք օր եմ մաղթում։